Ավորվել են արդեն։ Գամ առաջ։ Ոնց ասեք, լսում եմ ձեզ, ասեք։ Ես մենակ խնդրում եմ, հետ ու ամեն մեկը մի հատ հարցրեք, առաջինով ատա։ Երեխեք կլինի ես կոորդինացնեմ, լավ։ Անի Գևորգյան։ Պարոն դուք նախ ցուցակի հետ կապված, հա, որոշակիություն չկա առաջի, երկրորդ, երրորդ համարների հետ կապված, ովքեր են, եւ դուք ասացիք, որ չեք միանա, այսպես միասնական ընդդիմություն չի ձևավորվի, դուք չեք միանա, եթե Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը որպես վարչապետ լինի, բայց օրինակ Անդրանիկ Թևանյանի ներկայությունը ձեր ծրագրի շուրջ մարդկանց մոտ կասկածներ է առաջացրել։ Ուրեմն Անդրանիկ Թևանյանը վաղուց Քոչարյանի թիմից դուրս է եկել, մանդատը դրել էր իր համար, կուսակցություն էր ստեղծել, կարող եք այդ հարցը Անդրանիկին տալ, եւ ես նայելով, որ այսօր այդ մարդը լիարժեք իր գաղափարը, իր թիմը, իր մոտեցումը, որը հոգեհարազատ է եղել, հրավիրել եմ, խոսել ենք եւ լիարժեք մարդը կոալիցիայել չի կազմել, այլ եկել է հանուն այս վիճակից դուրս գալու համար։ Ես ասեմ, այսօր մարդ չկա, որ մենակ կամ մի կուսակցություն կարող է այս խնդիրը կարգավորի։ Այսօր հիմնական խնդիրը պետք է միավորվեն բոլորի հետ։ Մեր ժողովրդի վիճակը այսօր երբեք այդպես չի եղել, դուրս եկեք դուրս, ամբողջ աշխարհի հայությունը խեղճացած, կոտրված, ընկճված մտքերի մեջ է։ Այսօր կուսակցական հասկացությունը պետք է մոռանանք։ Պետք է լինի ազգովի, իրար կողքանը, ես ասենք, թե ինչքան որ մարդկանց հրավիրել եմ, բանի մած, որը ղեկավար է եղել, որը արդ ոլորտի պատասխանատու եղել, իրենք ասում են, որ մեզ պաշտոն պետք չի, մենք պաշտոնի համար չենք եկել, եկել ենք մեր պետության, մեր ժողովրդի համար, մանդատի համար, որ ասել եմ, կան, ասենք դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկներ, տնտեսագետներ, տարբեր պատասխանատուներ, պարոն Ծառուկյան, մենք ժողովրդին խոսք ենք տվել, որ մենք չենք եկել մանդատի համար, դե համար մեր ցուցակը քաղաքական, ասենք իմ թիմակիցներին ենք դրել, բայց մեր մոտ ասենք թե շատ պատրաստված, բանիմաց, խելացի, սրտացավ մարդիկ կան, որ հասկացել են, որ այսօր պետք է ազգը միավորվի, նստելով չի լինում, որ այս վիճակից մենք դուրս գանք։ Տեսեք, ձեր շանսերը առաջին 3 համարը չասացի։ Ինչ ասեմ առաջին։ Ցուցակի։ Առաջին 3 համարը, առաջինը ես եմ, երկրորդը Թևանյանն է, Լուիզանը, անընդհատ ախիվետա պետք է փոխենք, չէ՞ կարգավիճակը մի կողմ։ դեռ երիտասարդ ժամանակ Երիտասարդը, բայց ժողովուրդը հոգնում առամեն անգամ նույնը տեսնելու։ Պետք է փոփոխենք, հնարավորություն տանք։ Ես նորից եմ ձեզ ասում, ժողովուրդ, դուք եք հայ, ես երկրում ապրում եք, բոլորս էլ ուզում ենք լավ ապրենք։ Հիմնական խնդիրը ձեզ ասեմ, ինչ ասում եմ, դրա պատասխանատուն եմ ես, որ անպայման ցանկացած ոլորտ, ով պետք է ղեկավարի, ով կազմակերպի, նա պետք է փորձառու լինի, փորձ ունենա, արդյունք ցույց տված լինի, կապ չունի կուսակցական պատկանություն, կապ չունի ազգանունը, մարդը պետք է այդ ոլորտում աշխատի։ Բայջան, մի րոպե զարմող հարցներ են, Բայ արդեն երկրորդ է ստալի։ Պարոն Ծառուկյան, Զարջան կներես, տեսեք, այսինքն վստահ ասում եք, որ ձեր գերնպատակը անկախ ամենից Նիկոլ Փաշինյանի հեռացումն է եւ խոստանում եք, որ ոչ մի պարագայում զատնի չեք դնելու։ Ես մի հատ ամենայն բանը լրագրողներից, որ ասենք թե թունդ էլի ուժե, չէ, ես կստուս թույլ կը, կարող են սիմպաթիստի տղեց է, Բայջան, հիմնականը այսօր ինչ որ կա, ինչ որ ասել եմ, որից մեկը չի կարասի, բան եմ ասել, խոստացել եմ չեմ արել, չի կարա լինի, էլ ասենք թե ես ասենք թե ինչ զարտնի դնել, ես կարող եմ երկից ուզում եմ թողեմ գնամ, կամ իմ երեխերքին թողեմ բադ վիճակում, որ իր հոր փոխարեն ամաչեն կամ իմ թիմը, այսքան հավաքված, այսօր շրջում եմ հանրապետության մեջ, ժողովուրդը ասենք թե Գոշնակալ ու բոլորին ասում եմ, ես ինչ ասել արել եմ, ասում են այո դու ինչ խոսք ասել ես տեր ես կանում։ Ձեր որդին հետախուզման մեջ է։ Արդեն երրորդ ասեցի։ Պարոն Ծառուկյան, ասում եք նոր ուժերի հետ համագործակցել, անուններ կնշեք այդ նոր ուժերի անունները եւ Այսպես նոր ուժերը ո՞րն է։ ասացիք նոր ուժերի հետ ենք պատրաստում, հների հետ չենք համագործակցելու։ Ուրեմն ես ասում եմ հինը եւ ներկան, մնացածը ամեն ինչ հնարավոր է քննարկելու, եթե մեր ծրագիրը կընդունեն, որը կընդունվի, այսօր առաջարկ, որը առաջարկ Հայաստանի ծրագիրը, դա ժողովուրդն է գրել, որը մենք դա ասենք ոչ թե
կաբինետում դրած լուրջ դեմքերով գրել են, այլ հանդիպել են ժողովրդի հետ, քննարկել են խնդիրը, խնդրեմը, դարդու ցավը, որը անեն, որ այս մարդը կարողանա իր կյանքը ապահով դարձնի։ Գրել է մենք էլ լավ մասնագետներ կարծել ենք, պետք է դա իրականացնենք, որ Ծառուկյանը այսօր ոչ մի բանի կարիք չունի ժողովուրդ։ Կարա իր մինչև իր թորներն էլ խորը ծերություն վայելեն, ապրեն, բայց այս մարդը մեզ երկում սիրտս ցավում է։ Բա հիմա տեսնում ենք սիրտ ցավացողների մի վարքան, էլի տեսնում ենք սիրտ ցավացողներ կան, որոնք մտել են ընտրարշավի մեջ եւ արդեն իսկ նրանց նկատմամբ տարբեր այսպես դրվագներ կան քրեակատարողական հիմնարկներում են հայտնում։ Հիմա այս Զատնի համատեքստում չեք վախենում, որ այո իշխանության էս Բանը ոնց էր հասկացած։ Զարուհի, դու Ծառուկյանի մասին լսել ես։ Հարց եմ տալի քեզ, լսել ես։ Ծառուկյանը, որ 2020 թվականին հավաքեց խորհրդի նիստ հրավիրեց ու հայտարարեց ժողովուրդ, այսօր 4 ամիս է մնացել, որ մենք խնդիրներ ենք ունենալու, զոհեր ենք տալու, Ղարաբաղը հանձնելու ենք։ Միակ առաջինը Ծառուկյանն ասել, ոչ դուք հաշվարակ լրագրողներով, ոչ ժողովուրդը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ պետությունը։ Հիմա չեք վախենում ձեզ թիրախավորեն։ Ախ դու անկապ, Զարուհի, անկապ հարց ես տալի։ Վախեցող մարդը գնաց մինչև վերջ ասեց, դատարանից էլ դուր գնաց չեմ գնացել դատարան, գնացել եմ անվտանգության շենքի մոտ, ասեմ դռները բացեք, եկել եմ, եթե ինձ պետք է ձերբակալեք։ Ես ինչ որ ասեմ, ու ես ասել եմ հունիսին, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբերի եղել է պատերազմը։ Դե տեղակ չես դու։ Պարոն Ծառուկյան, Տեղակ չես։ խնդրում եմ ասեք, դուք ասում եք Ռոբերտ Քոչարյանին կոալիցիա ձևավորելու համար ձեր ձայները, եթե անցնեք խորհրդան չեք տա։ Եթե Քոչարյանը Հա, եթե Քոչարյանը Տեխնացիոնը վարչապետի, եթե հարցը լինի, որ Քոչարյանը հիմա կբացատրեք ինչու, որովհետև կարելի է հարցս վերջացնել։ Որովհետև ձեր հարստության, այսպես ասած, ոսկե տարիները հենց Քոչարյանի իշխանության օրոք եղել։ Ձեր թիմում շատ մարդիկ կան, որոնք Քոչարյանի հետ նախորդ դաշինքից են եկել։ Ձեր անունը շատ երկար տարիներ Քոչարյանի հետ են կապել։ Եվ մարտի 1-ից հետո եւ նրա իշխանության հեռանալուց հետո դուք նրա, այսպես ասած, գլխավոր հենարաններից մեկն եք շարունակել համարվել։ Ձեր անունը միշտ կապվել է նրա հետ։ Աղջիկյան, դուք եք կապում։ Ներողություն, ասեմ, սա ինչն է խնդիրը, որ հիմա չեք ուզում Քոչարյանի ղեկավարած ժամանակ։ Եվ խնդրում եմ իշխանության դեպքում, այսօրվա իշխանության ինչու նրան չեք։ Քոչարյանի իշխանության ժամանակ հարաբերություն եղել է, երա եղբայր իմ գործընկերն է եղել, բայց երբեք Ծառուկյանը ոչ մի բան թույլ չտվի օգտվելով առիթից կան հարկայինի նախարարներ իրավորոք կարած հարցնես, որ եթե ստուգում ա եղել, որց է մի բան ճիշտ չեղե, ես ասեմ կրկնակի վճարենք, հանկարծ ինքը չիմանա։ Ու ինքը այն մարդը չի, որ թույլ տար կամ եսին որց է մի արտոնություն արձունի։ Ծառուկյանը 0-ից սկսած կա, ոնց եմ 3000 ռուբլին վաստակել, ինչ եմ արել, ինչով եմ զբաղել, որ այդ դարել է 100,000, որը սունկ եմ աճեցրել, 500 քառակուսի, կիլոն 12,000 ռուբլի վաճառել եմ եւ առաջի պարտեզից ստացել եմ 100,000 ռուբլի, անմիջապես բացել եմ 4-ած ընկանոց, ստացել եմ 400,000, դրանց դրել եմ օղարտադրություն, կալգոտքի արտադրություն, կոշկի արտադրություն, զարգացել եմ, իմ ճակատը բարձա, մաքուր եմ, արդար եմ, կտինքով ստեղծած, որց է մի հարամբան չունեմ, չեմ արել։ Լավ, հիմա ինչու չեք ուզում նրան ձայն։ Ինքը, ներողություն ասեմ, այսօր լիարժեք ինքը, ինչ որ պետք է Ղարաբաղը ստեղել, արդեն ժողովուրդը տես, իվետայնխի չեմ գրել առաջիկինը։ Մարդիկ հոգնել են, հարկա նորություն, նորը պետք է լինի։ Ինչ? Խնդրում եմ էլի պարոն Ծառուկյանին հարց։ Ես պատասխանեցի։ Խնդրում չէ, ինչն է խնդիր, այսինքն ինքը իր արել է, արդեն թող ինքը հանգստանա, նոր դեմքեր լինեն, նոր մոտեցում լինեն։ Կարապետյանի դեպքում օրինակ Մակացուն, Վերանունն էլ է կրկնվում այնտեղ, պարոն Ծառուկյան։ Վերանունն էլ կարեք չգրեք։ Տեխնատունի վերջո։ Կարամ դուրս գամ, եթե ես դա խանգարեմ, ես դրանով չեմ ապրեմ, տղա։ Ես կարամ ես Ես ներողություն։ Ես ակտա։ Եղբայր, դու ես դուժելու դա քո երեխեն։ Ծառուկյան այսօր կայացած մարդը, ունևոր մարդը հարգանք ունեցող աշխարհում է։ Սա ազդեցիկ մարդկանց հետ շփվում եմ։ Իմ ուզածը, որ իմ երկիրը մեր երեխաները ապահովված լինեն, խեղճացած ման չկա։ Վայ ջան, այսօր Ծառուկյանը մեծ պրոյեկտի տակ ամատ է, որ ասենք թե մեր հայցուն այսօր ասելու բան չունես, դու զգաս աշխարհ, հայ ես։
հասկանում ես ասելու բան գլուխդ կախեց ներողություն գլուխդ կախեց ման գալու ես մտածելով որ հայ մենք աշխարհին ասելու բանը Քրիստոսի արձան եմ կարծում ամենա որ գոնե մեր հայերը աշխարհում եք որ մենք ասենք մենք հայ ենք առաջի քրիստոնյա ազգն ենք որ մենք դրանով գոնե ասելու բան ունենք ճանաչում թույլ կտան տեղադրել մեկ էլ հարկային ճնշումներ կա թե չէ գիտեմ որ ճնշումներ կա Ես նորից եմ ասում, դա ես բանի տեղ չեմ դեմ, ձեր ցավը տանեմ, գործը արդարա, ես լիարժեք պար հանգիստ քնում եմ, ոչ մի ինչ էլ որ լինի, մեկը պարզվելու է, լրիվ դասվելու է, խնդիր չունեմ։ 27 թվականին։ Ձեր տեխնազուի անունը կասեք, եթե դուք չեք ասում, ես 4-ից 2-ին փորձեմ ասել։ Մարտուն Գրիգորյան, Անդրանիկ Թևանյան, բացառում եք։ Երկուսն էլ բացառված են, Ես դուք ասեք, ովքեր եք։ Հիմա դուք ասեցիք, վերջում կասեք, հիմա ովքեր եք։ Միհար, հասա եղբայր։ Այսօր իշխանությունները հայտարարում են, որ անհամատեղելիության դեպքում իրենք կորոշեն ինչ անել, դուրս գալ ԵԱՏՄ-ից թե ոչ։ Այո։ Այսինքն թե ոչը Այո։ Եվրամիություն կամ ԵԱՏՄ որպես գործարար։ Այո։ Ինչ ազդեցություն կլինի Հայաստանի վրա ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։ Եղբայր ջան, ես ոչ թե գործարար պատասխանեմ, ես որպես քաղաքացի պատասխանեմ, եղբայր ջան։ Այսօր ամենակարևորը բոլորդ էլ պետք է գիտակցեք, հասկանաք, որ ասենք թե Ռուսաստանը 100 տարվա մեր գործընկերն է, դաշնակիցն է։ Մենք ունենք 3 միլիոն հայություն, որ այնտեղ ապրում են։ Հայաստան ամսական գալիս է 180 միլիոն տրանսֆեր։ Մենք ունենք այնտեղ 3 միլիոն հայություն, որ այդ գումարը գալիս է եւ մեր ամբողջ արտադրած, ստեղծած մշակածը Ռուսաստան է գնում, որ փակվեց։ Ռուսաստանից էլ 500,000 հայ, որոնք գրանցում չունեն, եկան Հայաստան։ Ինչ է կատարվելու։ Գազի գինը եթե դարավ $800, ինչ է կատարվելու։ Ինչ շուկայում ձեր ցավը տանեմ, մարդիկ։ Ով։ Եվրոպա։ Ասո ով է, կարավ իմանալ։ Ցավը տանեմ, հələ թող մի հատ տանեն, էլ մի մեքենա թող ապրանք տան։ Ախ, ասելով չի։ Այսօր իշխանությունը ասում է, մենք խաղաղություն ենք վերել։ Ժողովուրդ ջան, ասո սեպտեմբերին պատերազմ ալիներ։ Անտարության տնտեսական թեման շարունակենք։ Պատերազմի դռները մենք պետք է փակենք, արուն ոչ մեկ չի ուզում, բայց պետք է լինի խաղաղությունը երաշխավորած, որ 5-6 պետություն պետք է երաշխավորեն, մենք պատերազմ չենք ուզում։ Մենք դռները փակում ենք պատերազմի Որ դեմ։ պետություններն են, պարոն Սարգսյանը 5-6-ը։ Ռուսաստան, Ամերիկա, Չինաստան, որոնք ասենք թե նախ 3-ը ամենակարևոր պետք է լինեն։ Կարծում եք, որ նրանք կարող են Հայաստանի անվտանգության համար երաշխավորելու անվտանգությունը նույն սեղանի շուրջ նստել, բանակցել Այո, եւ հիմա սա կարգավորվի շուտով, մինչև ամսի վերջ կարգավորվեն, ամեն ինչ իր տեղը կգա, տեսնում եք ինչ է կատարվում։ Կարծում եք իշխանությունը պարտվելու է, ոչ մի հնարավորություն չունի հաղթելու։ Ես դες բան ասել եմ։ Չասեմ, կարծում եք այդպես։ Ես չեմ կարծում, դուք ձեզ որոշում եք ասում եք։ Ժողովրդի ցավը տանեմ, ոնց իրեն ձեռնատու, ես ժողովրդին ասել եմ, ինձ ձենել տա շնորհակալություն եմ հայտնելու, ասեմ ապրեք։ Ձենել չտասեմ ժողովուրդ ջան, քու ցավը տանեմ, շնորհակալ եմ։ Ում ընտրել ես գնա Իրանից պանջի, խիղճ հանգիստ, գետամ իմ գործերով կզբաղվեմ։ Գիշերը անհանգիստ չեմ քնի, որտեվ ես ասել եմ, ներկայացրել եմ, բացատրել եմ։ Պարոն Սարգսյան, ես պարտադրել եմ մտնել ընտրական գործընթացի մեջ։ Իշխանությունն ասում է օրինակ շատերին գործարարներին, որոնք մասնակցում են, պարտադրել են։ Ձեզ պարտադրել են իշխանական տեսակետ։ Ձեզ ինչ որ մեկ, ինչ որ տեղից, ինչ որ երկրից պարտադրել են։ Հակառակը չեն ցանկանում, որ ես մասնակցեմ, բայց ես մասնակցում եմ։ Որ դեպքում կհրաժարվեք քաղաքականությունից ընդհանրապես, պարոն Սարգսյան։ Ախպեր, եթե ամեն ինչ ընտիր լինի, հենց եթե նորմալ զարգացավ, ես կարող հանգիստ իմ կյանքը վայելեմ այդ։ Ես ամեն ինչի տեր մարդ եմ։ Իմ ուզածը, իմ ժողովուրդը, իմ երեխաները, բարեկետ Ինչն է պետք որ ձեզ մտել եք քաղաքականություն։ պետք է որ քո այդպես մարդը որ չնեղվի, դու կարողանաս քո ընտանիքը պահել, ոչ թե մարդկանց վրա շարժուր անես, որ քեզ վճարեն, այդ էս ուզում։ Ոչ չի գալի, բայց դու խես ես բան։ Ասում եմ, ինչն է, եթե ապահովված եք, պարոն Սարգսյան, մի վիրավորեք։ Ես ընդհանրապես հարցեր եմ տալիս։ Ես քեզ ախ դու հարց տուր։ Ասում եմ, եթե ապահովված եք, ձեզ պետք է քաղաքական։ Ես կարամ այսօր դուրս գամ, այսօր հանգիստ չխառնվեմ, բայց սիրտս ցավում է, դու գնա գյուղերը, մարդկանց նայի, ինչ է կատարում գյուղում։ Քեզ ու կրակ նստած, վարկերի տակ ճռալով, ժողովուրդը սահմանի վրա ներքին գետաշենում, մարդը ուզում է սահմանի վրա տղայի համար տուն կառուցի, թույլ չեն տալի։ 1 միլիոն դրամ ուզում են, որ թույլ տան մարդ։ Դա հակառակ պետք է բացվի, գյուղը սահման պահողն է, աջիկ ջան։ Պետք է ով ուզում է գնա կառուցի, որ չդադարվի, գյուղերը չդադարվեն, հողերը մշակեն, մարդիկ ով եկա, վելնդե գնացող չկա։ Սիրտս ցավում է, ես ասեցի, երևի դուք չեք լսել։
Ես այն մարդն եմ իմ ժողովրդի համար ցանկացած ով դիմելա չի մերժվել։ Ում պետք է եղել կարիք եղել օգնել եմ, տվել եմ, նվիրել եմ, ու ես եթե մարդու դեմքին ժպիտ կա ինձ լավ եմ զգում։ Ես ասացի նոր բանի ժամանակ էլ ասացի փոքր ու միջին բիզնեսին պետք է հարկերից ազատեն։ Առինջ մոլը որ կառուցել եմ, դիմել են ինձ, սարքե տվել եմ, ասել մի տարի վարձավճար մի վճարեք, ձեզ ցավը տանեմ, կայացեք։ Կայացել են մի տարի հետո դիմել են պարոն Ծառուկյան ջան, դզվել ենք որոշ պարկեր փակել ենք, որ մի տարի էլ երկարացնես, շատ լավ կլինի։ Ես մի տարվա տեղը 3 տարի, 2 տարի էլ ավելացրել եմ, 1000 հատ խանութ, ամեն խանութ 150-ից 200,000 դրամ վարձավճար է վճարում։ Մենակ մարդիկ որ լավ ապրեն, ասեն 1000 հատ խանութ մոտ 3 մարդ պետք է աշխատեն, ասենք 3000 ընտանիքի։ Գնացեք հարցրեք, կա այդպիսի մարդ, աղբորը 3 ամիս անվճար չի տա, ամբողջ ժողովրդին, ասեմ 3 տարի գնացեք ձեր ցավը տանեմ, ապրեք, վայելեք, թող պարտքերը փակեք, ժպիտը գարձեն։ Պարոն Ծառուկյան, հնարավոր է ձեր տեխնացուն վարչապետի կին լինի։ Ոչ։ Ինչի՞ երբ եք հայտարարելու։ Պարոն Ծառուկյան, ես օրը կարող եք գոնե ասել երբ Եկուզ կհայտարարեք։ ասում եմ կանայք ավելի նվիրված, հավատարիմ, երբեք չէ կանանց նայ։ Ես խոսք եմ տվել, թույլ տվությունը բերեք, դնենք ասենք մրցույթի տեսքը, ոնց պետք է լինի հայկինը իր հագուկապով, իր տեսքով մեծ իմ համար դա մեծ պատիվ է։ Պարոն Ծառուկյան, երբ կհրապարակեք վարչապետի տեխնատուի ձեր անունը։ Ձեր տեխնատուի անունը։ Երբ որ գա ժամանակը անպայման կմտածեմ։ Բայց այս ժամանակներին Շնորհակալություն, որ մտավախություններն եք։ Պարոն Ծառուկյան, Պարոն Ծառուկյան, հունիսի 8-ին ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու։ Ես քեզ շատ հարգում եմ, քո արդեն 4-րդ պատասխան շնորհակալություն։ որ հարգի